Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-967-5321 եւ հայաստանյան 060 35 11 31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուր ընկալել եմ կյանքի իրավունք իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Ռուզան Ադանալյանին։ Բարև ձեզ, Տիկին Ադանալյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերն ընդունելու համար։ Ճիշտ ասած, ուզում էի հաղորդումը սկսեինք Գյումրիից, քանի որ դուք ինքներդ գյումրեցի եք, Գյումրին ունի նոր քաղաքապետ, քաղաքացիական պայմանագիր է, այնտեղ դիմ ընտրություններում փաստորեն պարտվեց, բայց իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ Գյումրին կանրադառնան Գյումրուն մի փոքր անց ծեծկրտուղ Երևանի նոր Նորքի թաղապետարանում թաղապետի մասնակցությամբ։ Երեք ամբողջ մամուլը գրում էր դրա մասին, տեսանյութեր էին հրապարակվում։ Փաստորեն ակտիվիստ Արթուր Չախոյանը ծեծի ենթարկվեց հենց թաղապետարանի ներսում, դրա նախորդ օրը միջադեպ էր եղել թաղապետի հետ, թաղապետը բացատրություն տվեց, որ չհանձնված մանկապարտեզի մասին որոշակի նյութեր են տարածել եւ դա համարում էր, որ մանիպուլյացիա է կատարվում, մի խոսքով վեճաբանություն էր եղել, միմյանց հայհոյ, այսինքն Արթուր Չախոյանն նաեւ ձայնագրությունը փաստորեն հրապարակեց, որտեղ թաղապետը հայհոյում էր։ Ինչ է կատարվում, Տիկին Ադանալյան, ակտիվիստին օրը ցերեկո մի քանի տղամարդիկ ընդ որում ծեծում են, ոստիկանությունը գալիս է կապտուկներով Արթուր Չախոյանին տանում են ոստիկանության բաժին, բայց ոստիկանության բաժնում կարծես թե չի հայտնվել հենց նա, ով այդ ծեծի գլխավորն էր, այսպես ասած, եւ այս հայհոյելը, նմանատիպ զրույցները, դուք երկար տարիներ դասարան եք մտել, դպրոց եք մտել եւ սերունդներ եք կրթել եւ դաստիարակել։ Հիշում եք ձեր այդ մանկավարժական գործունեության ժամանակահատվածում, որ դրսում նմանատիպ վերաբերմունք լիներ, անհարգալից վերաբերմունք լիներ պաշտոնյաների կողմից այս ամենը, մի խոսքով, ձեր գնահատականը։ Տեսեք, նախ ես չեմ զարմացել այս դեպքի հետ կապված, անգամ դեպքի հետ դրվագներում ծավալված իրադարձությունների շրջանակներում բացարձակ զարմանք չեմ ապրել, ինչի համար, որովհետև այսօր կարծես թե այս իշխանությունը օգտագործում է իր իշխանական լծակները, որպեսզի ընդհանուր առմամբ վերածվի բռնապետության, եւ սա այդ փաստերից մեկն է, շատ տիպիկ, առարկայական, այդ մասին է փաստում, որովհետև որքանով որ ես տեղեկացված եմ, ես անձամբ չեմ ճանաչում Արթուր Չախոյանին, ես մենակ գիտեմ, որ համացանցում մի շարք հաղորդումների շրջանակներում նաև ես տեղյակ եմ, որ տվյալ անձը բարձրաձայնում է Երևանի հետ կապված խնդիրները, բնականաբար դրա ենթատեքստում առկա է քննադատություն իշխանության եւ նրա տարբեր բնագավառներում պաշտոնյաների կողմից իրականացվող գործողությունների վերաբերյալ բացահայտում է, մարդը ցույց է տալիս առարկայական նկարում, տեսանկարանում ցույց է տալիս, որ ինքը ճիշտ է։ Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ երևի շատ էր հասունացել պահը, սա իմ կարծիքն է։ Եվ երևի թե իշխանության համբերության բաժակը լցվել էր, այս առումով իհարկե ոչ դրական իմաստով եմ ասում, եւ երևի թե արդեն չէին ցանկանում լսել այդ արարքների մասին, իրենց վերագրվող բնականաբար արարքների մասին, եւ տեղի ունեցավ այս դեպքը, եւ հրապարակային, հա, բռնություն է քարոզվում, ես այդպես կարամ ասեմ, ճակերտներով, եւ անձին հրապարակայինորեն ծեծի են ենթարկում, խմբակային ծեծի։ Խմբակային։ Սրանից քարշելի տեսարան ուղղակի չէի կարող պատկերացնել։ Սրանից ավելի նվաստացուցիչ տեսարան, բուն իշխանության համար նվաստացուցիչ, ստորացված իրավիճակում իրենք իրենց ստորացրեցին ծայր աստիճան։ Եվ խմբով այդքան տղամարդով հարձակվեն մի հոգու վրա, սա ջունգլիների օրենք է։ Ես չգիտեմ էլ ինչ օրենք, ինչ բառով բնութագրեմ սա բորենիների արարք է, որ կարող են այնց խմբով ոչ մի տրամաբանության մեջ սա ուղղակի չի կարող տեղավորվել։ Ինչպես կարող են այդքան հասուն, անգամ սպիտակամաս, սպիտակահեշտ տղամարդիկ, հələ այն ջահելոտները մի քիչ էլի ոչինչ։ Այո, մարդու հետ այդ ինչ ծեվի վարվեցին։ Այդ ինչ ծեծեցին այդ տղուն։ Լավա կենթանի մնաց։ Ես ասես տղուս մեռնելու է այս տղեն, լավա չի մեռել։ Լուրջ եմ ասում, իսկապես ինքը մահված ջիրաններից է փրկվել։ Ես չգիտեմ ոնց պահպանվեց այդ տղայի կյանքը, որ ինքը չի մահացել, կարող անգներ, կարող ինչ-որ մի բան լիներ, այդ ամեն մի հարվածը տարածքեր ընկներ ինչ-որ։ Այո, հիմնականում հարվածները գլխի հատվածում էին։ Բոլորը եկողը հարվածում էր գլխին։ Ու այդ աստիճան վայրագությամբ ծեծել մեկ հոգու, սա ուղղակի անբարո լկտիություն է։
անհնար է նայել այդ տեսարանին, ուղղակի տրամաբանություն ունեցող մարդ, բարոյական մարդ, որ նա այդ տեսարան ուղղակի սահմռկեցուցիչ է։ Եվ այս ամենից հետո ամենալկտի վերաբերմունքը որն էր, որ այս անձը, ով տուժել է այս արարքներից։ Քաղաքապետը ինչ էր ասում, որ բացի նրանից, որ ինքը վարչական շրջանի ղեկավար է, նաև տղա է, եւ գալիս են հայհոյում են, անվայել պահվածք են, այսինքն պետք է լինի պատասխանը։ Ես էլի չեմ զարմանա, որ ինքը ասում է, որ ինքը նաև տղա է, վարչապետն էլ է տղա, ազգային ժողովի падգամավորն էլ է տղա, օրինակ ազգային ժողովի падգամավոր տղեն թքել էր քաղաքացու վրա, ասել էր ձեռքերը բռնեք, իսկ զուգահեռներ անցկացնենք, այս սրանք sense բայրագությամբ հարձակվել են մի հոգու վրա, ազգային ժողովի падգամավորն էլ ասել էր բռնեք, այս քաղաքացու ձեռքերը թքեն վրեն, նույն բանը չի, նույն հաշիվը չի։ Հետո ազգային ժողովի падգամավորը կարող է սեռական բնույթի վերջերս, սեռական բնույթի հայոյանքներ անի սրաններան մարդկանց շրջապատին, հրապարակայնորեն հասարակության մեկ ցուցաբերելով լկտի վարքագիծ։ Այդ տղա եք, ինչ ասես արեք, տղուն ինչ թույլատրելի է, չհակեշներով եմ ասում թույլատրելի է, դուք ձեր պաշտոնները զբաղեցնելու զուգահեռ նաև ցույց տվեք ձեր մնացած այդ տղա լինելը չի նշանակում լինել լկտի։ Տղա լինելը ունի նաև շատ բարձր արժեհամակարգ։ Տղա լինելը ես հիմա չեմ ուզում թվարկել այդ ամեն ինչը, բայց հոգով տղա եղեք, գաղափարով տղա եղեք, ոչ թե վարքագծով լկտություն արեք։ Լավ կլինի, քան։ Այո, դուք ձեր տրամաբանության մեջ տղա եղեք։ Եթե տղա ես, այս համատեքստում վերելուծեմ այդ ասածը տվյալ օբյեկտի, սուբյեկտի, եթե տղա ես, տղեն 10 հոգով, 20 հոգով, չգիտեմ քանի տասնյակ հոգով կարա մի տղուն ծեծի ենթարկի, դու տղա չես։ Տղեն այդպես օրենքների մեջ չի կարա մտնի։ Ես զուտ բարոյական նորմերից ելնելով եմ ասում, չի կարա տղեն այդպես բան անի։ Հետևաբար հետագայում էլ արդեն իրավական մասին, հա, անդրադառնամ, ես իրանց արարքի որոշակի բնութագիրը սրա մասին երկար կարելի է խոսել, իրանց արարքին լիքը քննադատական կարելի է տալ։ Այս մարդը տուժել է, ծեծի է ենթարկվել, մարմնական վնասվածքներ է ստացել, այս մարդուն ձերբակալվածի կարգավիճակ է ստանում ինքնահայտներ։ Պետք է լիներ տուժող։ Այ ինքը տուժել է, ակնհայտ, բացահայտ, այս մարդը դրանց կատարած գործողությունների հետևանքով տուժել է, տուժողին ձերբակալում են տանում են, հա, իսկ այդ գործողությունները կա ճիշտ է հիմա կա ձերբակալված մարդիկ, հիմա էականը դա չի, դա հետագայում կհասկանանք որը որած է, բայց որևէ հույս չկա, որ այս անձանց նկատմամբ կարող է իրականացի օբյեկտիվ քննություն, բացառվում է դա, անհնար բան է, ես սա ասել եմ զուտ այսօրվա իրավապահ համակարգում տիրող անբարո իրավիճակից։ Սա ինքնադատաստան է։ Հնարավոր է նաև ինքնադատաստան է, հնարավոր է նաև ուղղակի, ես չգիտեմ, այդ մարդկանց մոտ, եթե 1-2-ի մոտ միթե չկար գիտակցական այն մակարդակը, որ սաղովիչ ծեծիկն է տվում։ Դե բացատրում են մնացածը, փորձում են բաժանել, փորձում են։ 1-2 հոգի կար, մի տարիքով տղամարդ կար, ուզում են ինչ-որ բաժանել, բայց ես կարծում եմ, որ դրանք ինչ-որ բան օգտագործած էին, որովհետև այդ փղային հարձակումը, այդ կենտանիներին հատուկ, այդ շատ ներողություն շակալներին հատուկ այդ վրա պրծնելու այդ բնազդը, դա կենտանական բնազդ էր։ Ես կարծում եմ, որ դրանք բոլորը ինչ-որ բաներ են օգտագործել։ Միթե այդտեղ չկա սթափ գիտակցությամբ ինչ-որ մեկը կամ մի քանիսը, որ կարողանան այդ իրավիճակը կարգավորել։ Ի վերջո, ինչն է այստեղ հարցը։ Այստեղ հարցը այն է, որ իրանք իրանց արտոնյալ են զգում։ Իրանք ներքին ցուցում ունեն, որ գազ տվեք ժողովրդի վրա, այսենց։ Հենց այս ճակերտներով եմ ասում այդ բառը իհարկե։ Դուք ինչ կարաք եկան, մեկը թարս ու շիտակ խոսեց, մեկը բան ասեց, տվեք անդազյան արեք։ Այս ցուցումը ունեն իրանք։ Տեսեք Փաշինյանը պարբերաբար նախկինում էլ միաժամանակ առաջ ասում էր, ով փորձի ժողովրդին քացուտակ գցել, ես կզբաղվեմ իրանցով։ Հիմա իսկական վախտ է եկել է Նիկոլ Փաշինյան, ժողովրդի ներկայացուցչին, ժողովրդի ծոցից ծնված մեկին, ՀՀ քաղաքացուն, Արտուր Չախոյանին քացուտակ են գցել։ Քո ասած բառերով եմ ասում, դե զբաղվի դրանցով, դրանք քոնն են։ Դու էլ դրանցից մեկն ես Նիկոլ Փաշինյան։ Դրա համար էլ այս օրին անգել է ժողովուրդը։ Չհասկացանք, ով ինչ որ բան խոսի, ինչ որ բան միշտ էլ եղել է այս իրավիճակը Նիկոլի իշխանության գալուց հետո։ Չախոյանը նաև հայտարարեց, որ իր հանդեպ մահափորձ է կատարվել, դանակահարել է։ Ես ինչու եմ այդ մասին խոսում, որովհետև դուք ինքներդ էլ որպես տուժող ձեր հանդեպ եք եղել։ Տուժողին առհասարակ ստեղ ընդունված համակարգ է այս երկրում, ընդունված իրավիճակ է, որ համակարգը իրավապահ հարձակվում է տուժողի վրա,
տուժողին նսեմացնում են, տուժողին փորձում են տուժողի կերպարը լղոզել, աղավաղել, որովհետև իրանց հետաքրքիր է մեղադրյալը, իրանց հետաքրքիր է հանցագործություն կատարած անձը, որովհետև հանցագործություն կատարած անձը տվյալ դեպքում իրենց մարդն է, իրենք բնականաբար կունենան վերապահումներ այս անձանց գործողությունների նկատմամբ, առավել եւս մարդիկ շեշտադրել են, որ լավ են կարի արել ենք, հապա լավ են արել, բա թիկունք ունեն, տերուտիրական ունեն, իրանք բան ունեն, հրահանգ ունեն, արել են, հո ինքնակլուխ չեն արել, հələ կարգ ու կանոն լիներ այս երկրում, հələ ամեն մարդ, ամեն պաշտոնյա իր տեղը լիներ, երկիրը գլխավոր դատախազ ունենար, նորմալ համակարգ ունենար, ով ռիսկ աներ sense բանաներ, բնականաբար գիտեր, որ ամեն համակարգ անպատժելիությունը այլևս անսահմանափակ է դարձել։ Եթե նախկինների ժամանակ գիտեք նախկինների նկատմամբ ինչ հակակրանք ունեմ ու բազմիցս քանիցս ինչքան ենք այդ մասին խոսել ցեշ տաղավարից, բայց այն ժամանակեր էր անպատժելիություն, որ մարդկանց հոգուն էր հասել Նիկոլ ասելով ընկանք հետևից գնացինք, բայց ես կարծում եմ, որ գոնե ինչ որ շկալա կար։ Ինչ որ մի հատ սահման կար, ճիշտ այդ սահմանը եւս շատ ամենավերջին չնչին սահման է, բայց սրանց մոտ անպատժելիությունը մինուս ասահմանափակությունը, սրանց մոտ չի երևում ոչ սկիզբը, ոչ վերջը, սրանք այնքան են լկտիացել, այնքան են իրանց բացել, որ այլևս իրանք իրանց չեն կարող սանձել, սրանց տերն էլ իրանց չի կարողանում սանձել այլևս։ Դրա համար է սենց իրավիճակ է, այսա թող նախաքննություն կատարվի, քնչականը ուղարկվել գործերը, թող հələ տեսեք, այդ մարդու վրա հարձակվեցին, ինչ էր արել այդ մարդը, ինչի համար այս պատմությունը բացեցին, ինչի այս իրավիճակը ստեղծեցին, աչքի շուշեն են ուզում կոտրեն այս մարդու, թե սրանով մյուսներին են ուզում դաստան, ակնհայտ է որ տենց է, կերևավորը որ անցա, թող քննությունը կատարվի բոլորս էլ մենք անձամբ մեր հկան դատապարտում այս բռնությունը մի այլ կարգի եւ որակում է որպես խմբակային ծեծ եւ խուլիգանություն եւ սրան համապատասխան պիտի անպայման մեղավորները պատժվեն։ Սա է իմ գնահատական այս ամեն ինչի համատեքստում։ Հետևենք իրադարձություններին ինչպես կընթանան, կտեսնենք ինչպես դուք ասացիք ովքեր կենթարկվեն պատասխանատվության կամ չեն ենթարկվի։ Մենք էլ ճիշտ ասած կփորձենք Արթուր Չախոյանի հետ ունենալ հարցազրույց, Արթուրը մեր տաղավարում եղել է, մենք քանի հարցերով խոսել ենք, դա Աստված պարտություններ չլինեն։ Ինքը մարտական է տրամադրված եւ ինչպես դուք ասացիք, ով է մեղավոր, ով չմեղավոր, եթե իհարկե, ինչպես դուք եք ասում, լինի օբյեկտիվ քննություն, եթե իհարկե։ Եվ տեսնենք ինչ կտեղի կունենա։ Հիմա անդրադառնանք Գյումրիի տեղական ինքնակառավարման ընտրություններին, քաղաքացիական պայմանագիրը պարտվեց։ Այո, ես կասեի պարտվեցին Նիկոլն ու Սերժը, ես այդպես կասեմ, իմ կարծիքը այդպիսին է, նախ Գյումրիում բնականաբար պիտի պարտվեր ՔՊ-ն, որովհետև վերջին շրջանում իշխանական գործողությունների, մասնավորապես վարչապետի կատարած գործողությունների, Ադրբեջանի նկատմամբ դրսևորած բարիդրացիական մեծ եղբոր համատեքստում ամբողջ ազգը գիտի, բոլորը գիտեն, ես չեմ թվարկի այդ բոլոր պատմությունները, նաև նախատեսվող գործողությունները սահմանադրության հռչակագրի հետ կապված եւ այլն, չհաշված են ամբողջ պատմությունը Արցախ պատերազմներ եւ այլն, մարդիկ աչք ունեն, ականջ ունեն, տեսնում են, գիտակցություն ունեն եւ հասկանում են, որ հեշտը հասնելու է իրենց։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պիտի գիտակցի, որ հեշտը միանշանակ հասնելու է իրենց եւ այդ դժբախտությունը, այդ դժգույն դժբախտությունը թակելու է ցանկացած մեկի դուռը։ Եվ Գյումրին շատ լավ դա պատկերացնում էր եւ այն բաները, խաղապարները, որ մենք հաղթելու ենք, այդ հաղթելու ենք բառը որ չի լսում, այդ իշխանականների բերանից նողկանք էի զգում, հիշում էի Արծրուն Հովանիսյանի հաղթելու ենք բառը, այդ բառը այնքան լավ բառ է իր բովանդակային եւ իր արժե համակարգով, բայց այդ բառը արդեն մարդկանց մոտ շատ վատ զգացողություն առաջացնում զուտ 44 օրյայի հետ կապված, որովհետեւ անդադ ասում են հաղթելու ենք, բազմը որ ինչ հաղթել, ինչ բան, դիտավորության պարտության էին տանում այդ պատերազմը, ինչի մասին է խոսքը։ Հիմա նորից ասում են հաղթելու ենք, բայց ես վստահ էի, որ չեն հաղթելու, որովհետև Գյումրիում այնպիսի տրամադրություններ էին, այնպիսի իրավիճակներ էին, որ շատ լավ հասկանալի էր, որ իրենք պարտվելու են, եթե չգնային ընտրակեղծիքների եւ այլ ինչ որ կեղտոտ խժդժությունների, եթե չգնային։ Եվ բնական էր սա, ես չէի զարմանա, եթե չպարտվեին իրանք, մանավանդ ես տեխնացուների անձնական ինչ որ մեկի նկատմամբ որևէ բան չունեմ, բայց ամեն դեպքում այսքան արարքներից հետո դերևս ՔՊ-ն մտածում էր, որ մարդիկ կարա այնքան ոչխար լինեն, այնքան տհաս լինեն, որ մի հատ ընդամենը քաղաքապետի ընտրություններ էր, եսիմիջ, չգիտեմ ինչ պաշտոններ չէին,
Եվ այս քաղաքապետի ընտրությունները քաղաքացին Գյումրիի բնակիչը չպիտի կարողանար իր ձայնը տալ այն անձին, ում վստահում էր։ Եվ բնականաբար շատ բնականon ճանապարհով ընդդիմությունը հավաքական ընդդիմությունը, այսպես ասենք, ձայների 60%-ով այո, հաղթեց ընտրությունները, իսկ իմ քայլը իշխանության ներկայացուցիչը, ասենց ասենք, Սարիկ Ինչաներ Մինասյանը, այո, պարտություն կրեցին եւ բնականաբար պիտի կրեին, որովհետեւ այս իշխանության ներկայացուցիչն էր։ Չէր կարող, մենակ այս հանգամանքը, որ իշխանության սրտի ներկայացուցիչն էր, այս հանգամանքը բավարար է, մարդը ով էլ լիներ, ինչ էլ լիներ, ես էլի եմ ասում, ես որևէ անձի նկատմամբ որևէ բան չունեմ, չէր կարող անցնել, որովհետեւ ինքը կատարում էր իշխանության թելադրանքը։ Եվ բացի այդ շատ նորմալ ընտրությունները ընթացել են։ Առաջին տեղում ընդդիմության տեխնացուներից ներկայիս գործող քաղաքապետ արդեն Վարդան Ղուկասյանն էր, ըստ պայմանավորվածության նա ընդդիմադիրներից հավաքել էր առավել ձայները եւ ըստ պայմանավորվածության մարդիկ իրենց ձայները տվեցին հաղթող ընդդիմադրին, հաղթող տեխնացուին։ Հիմա Վարդան Ղուկասյանն էր հաղթել, իրան պիտի տային։ Եւ անչափ հիացած եմ ընդդիմադիրների այս կեցվածքից, որ իրենք անմիջապես հատկապես մեկը Ռուբեն անկախ նրանից ովքեր, այստեղ պիտի ասես տղապարը։ Այդ թաղապետը այստեղ պիտի իմանա տղեն որն է, տղապարը ինչին է վերաբերում։ Իրոք իրենց խոսքի տեր եղան եւ ես հիացած եմ իրոք իրենց կեցվածքով եւ առանց եկմտանքի դեռ լույսը չբացված իրենք իրենց ցայնը անմիջապես տվեցին Վարդան Ղուկասյանին։ Սա է տղու պահվածքը, սա է տղեն, հարգելի թաղապետ։ Ինչ տղա։ Ու ընդհանուր առմամբ լիքը կեղծիքներ արձանագրվեցին մամուլով, չէ՞, անգամ 3000 քանի ցայներ կեղծվել։ Մամուլի հրապարակումներն եմ ասում, ես չեմ արձանագրել այդ կեղծիքները։ Հոսանքազրկում եղավ, որը մշտական բնորոշ հատկանիշն է կեղծիքների նախապատրաստում, դա բոլորը գիտեն։ Մի տան վրա 10 հոգու էին գրանցել, այդ տանտերն եկել էր զարմացել էր, չգրանցված զինվորի էին բերել, որ ինքը ընտրություն կատարի, բաց դրվագներով ընտրություն էր եղել, հանձնաժողովի նախագահ էր, ուղղորդեր, ասում են նաև Ջավախից ինչ որ ավտոբուսներով մաշտիկ բերել, ինչ ասես եղել էին։ Բաց տեսանյութ կար լրատվամիջոցներից մեկով հրապարակված, որ Սարիկ Մինասյանի շտաբի մոտ հավաքված մարդիկ կան, ներս ինչ որ բան է կատարվում։ Ոստիկանության աշխատակցին ասում է, ստեղ սենց բան է կատարում, եկեք բարձենք ինչի մասն է խոսքը, մանրամասնում է լրագրողը, ոստիկանը ասում է, ես չեմ տեսել տենց բան, տես դեպք չի եղել։ Դուք պատկերացնում եք, այսինքն ոստիկանությունը, որը պիտի հսկեր իր լիազորություններն իրականացնի, ոստիկանությունը ինքը հրահրված էր, որ իշխանության ներկայացուցիչի շրջանակներում տեղի ունեցող ցանկացած դրվագի առաջ աչք փակեք։ Պարզ չի, եւ հիմա ինչ որ երեք հերական գործեր չգիտեմ ինչ են անում, բայց այս թվարկածս բաների հետևից, որոնք արձանագրվել էին իշխանության կողմից ենթադրաբար կատարված ընտրախախտումներ, հա, որպես նախնական խախտումներ, սրա հետևից ով գնաց։ Ոչ մեկը չգնաց այս արձանագրված փաստերի հետևից, ես չեմ լսել։ Չեմ լսել այս մասին, որ այդ մարդու տան վրա ոչ 10 հոգու գրանցել են, օրինակ, երբ էին գրանցել, ընտրությունից առաջ, ընտրությունից հետո, 10 տարի նախորդ 10 տարիներին, ով պիտի գնար սրա հետևից։ Բնականաբար աշխատանք էր տարվել եւ ոչ մեկը հիմար չի։ Եվ հիմար չի նաեւ, որ այս թվարկածս փաստերի հետևից որևէ մեկը չի գնացել։ Սրանք արձանագրված փաստեր են։ Նես որ ծիծաղելի է անգամ այս հետագայում իրանց այս փոշփոկված բաները, թե կեղծիքներ ա եղել, այս աղել, ձեր կեղծիքների մասին մտածեք։ Ընդհանուր այս երկրի նկատմամբ հələ Գյումրին գնա ու կա։ Այս երկրի նկատմամբ ձեր կատարված կեղծիքների մասին մտածեք։ Մարդիկ հանում հրապարակային փռում են ձեր թեմը, դուք սենց շատ հիմար բառամթերքով, հիմար տրամաբանությամբ ինչ որ ձևով փորձում եք խուսանավել ձեր թեմ տրված փաստերից, բայց ինչքան ուզում եք փախեք, ցրեք, մի պատասխանեք, հիմար վիճակի մեջ եք հայտնվում, կողքից դառնալ հասկանում եք, որ դուք պարզապես ստանում են, որ 7 տարի մնացել են առաջին դասարանում եւ գիտությունը։ Խնդրեմ, ինչի՞ իրանք խոստովանում են, օրինակ վարչապետի ինքնախոստովանականն է սա։ Բայց դա էլ է, չէ՞, մեծ պլյուս, մարդը կարողանում ասել իր թերությունը, բայց եթե մարդը նման թերություն ունի, քավլիցի մենք բան չենք ասում, բայց թողնի գնա, ինքը իրավունք չունի ղեկավարելու այս երկիրը։ Կարող ինքը կասի, որ ճակերտներով եմ ասում, գիտեք ժողովուրդ, ես հիվանդ եմ, ես հոգեկան հիվանդ եմ, խոսքի ճակերտներով եմ ասում։ Ու
բայց ինքը ղեկավար, ինքը այդ վարչապետի պաշտոնում մնա։ Այսինքն մենք ընդունենք, որ ինքը այդ մի առումով այնքան բարոյական է, որ ինքը հայտնում այդ մասին չի ստում, բայց նա ինքը չի գնում, ասում հա չնայած որ ես 7 տարի մնացել եմ։ Ինքը չի գնում, բայց ժողովուրդն էլ չի ասում գնա։ Ասում են, ժողովրդի առողջ խավը ասում է, բայց կա մի խավ, ես չգիտեմ այդ խավին չեմ ուզում որևէ մեկին վիրավորացնել, բայց դա այն խավը չի, որ այդ խավի հետ մեծամասնությունը հաշվի նստի։ Դա այդ խավը չի, միշտ էլ նմանատիպ խավը Այդ դեպքում ինչու առողջ դատողությունը չի։ Կենցաղով, այո, առողջ դատողություն ունեցող մարդիկ Այդ դեպքում ինչու չի դա հաղթում։ Տեսեք, չի հաղթահարում, որովհետև այստեղ իշխանությունը ունի իր լծակները, այն որ ասում են մուժնել է իր ձեռքը, մեղնել է իր ձեռքը, ինքն է անում այդ պաշտոնյական լծակները ինքը կարողանում է օգտագործել եւ այո իշխանությունը վերածել բռնապետության։ Եթե այսօր ղեկավար մարմինները իրանք են որոշող, օրինակ գլխավոր դատախազը ինքն է որոշում այս անձի քրեական պատասխանատվության ենթարկել չենթարկելու հարցը, գլխավոր դատախազը լսում է, որ իր երկրի ղեկավար ասում է 7 տարի մնացել եմ առաջին դասարանում, հետո ասում է իմ գլխավորությամբ բոլորի մեջ դատախազներ է մտնում, նախարարներ են մտնում, բոլորը մտնում են, գլխավոր դատախազը 7 տարի մնացել առաջին դասարանում, բոլորը Հիմա այս մնացականներին սովետական միության ժամանակ նույն դասարանում մնացողն ասում են մնացական։ Հիմա այս մնացականներին ով է թույլ տվել որ մնան երկրի ղեկին։ Իրանք ասում են հա մենք տգետ ենք, իրենք են ասում, մենք տկարամիտ ենք, մենք մնացել ենք նույն դասարանում 7 տարի հետո նոր են հասկացել, որ մնացել են նույն դասարանում, օրինակ առաջինից երկրորդ չեն փոխադրվել։ Երկրորդ տարին ասեի Նիկոլ Փաշինյան, գիտեք, ես մնացել եմ առաջին դասարանում, ժողովուրդ, պետք է մնամ գլխների ճարը։ Թե հասկացել է, բայց չի կարողացել խոստովանի։ Չի խոստովանել, որտեվ հիմա այնքան է կուտակվել այս ամեն ինչը։ Խելահաս մարդիկ մարդկային են, բարձր մակարդակով, ուղեղի մակարդակով եմ ասում, անձիկ այնքան են այս ամեն ինչը հասկացել, որ ինքը արդեն ստիպված, սա որ հակադարձ երևի հոգեբանական բան է առաջանում, ինքը մեխանիկորեն ասում է այդ մասին։ Մեխանիկորեն ինքը հայտնվում է ինչ-որ տկարամիտ խանդավառության մեջ, ինչ-որ խելահեղ բաներ ասում, այս էլ այդ շարքից է։ Որ ղեկավարը իրան թույլ կտա, որ ասի, որ դա անկեղծության նշան չի։ Սա ենթադրում է, որ այս մարդու հետ ինչ-որ բան այն չի, ինչ-որ բան տեղում չի։ Եվ ասում է, որ ես 7 տարի մնացել, սա նշանակա, որ ինքը 7 տարի չի կարողացել այս երկիրը ղեկավարի։ Բայց այս 7 տարիների մեջ մտել է 44 օրյա պատերազմ, մտել է Արցախի հանձնում, մտել է այսօրվա մարդկանց կենսակերպը։ Ամեն ինչ մտնում է սրա մեջ, այս երկրի ամեն մի բուն վիճակը մտնում է իր 7 տարիներում նույն դասարանում մնացած ուղեղի մակարդակի գիտակցական մակարդակի, այսպես ասեմ։ Եթե դու գիտելիքներ չունես, բայրում ես մնացել, ասել ես, դու ես ասել, որ մնացել, գնա այլ մի մնա առաջի դասարանում։ Թե ինչու է դասարանում։ մնացել, կշարունակենք Տիկին Ադանալյան, կարճատև գովազդային դադարից հետո։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք, քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը դեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 3-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Տիկին Ադանալյան, տեսեք, ասում եք վարչապետը ինքնախոստովանություն է կատարել համեն դեպքում մի կրթության հետ կապված, բայց միաժամանակ նաև կրթվելը նորաձև է, մեծ արշավներ են ինքը եւ Աննա Հակոբյանը կազմակերպում։ Այդ դեպքում ինչու չվստահել նրանց եւ մի փոքր էլ համբերել։ Տեսեք, այդ կրթվելու հետ կապված նախ մի փոքր հետ գնամ, հետո պատասխանեմ ձեր հարցին։ Ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը դիպլոմ չուներ։ Եվ հեղափոխությունը պատճառ հանդիսացավ, որ նա արժանացավ ԵՊՀ-ի դիպլոմին, կարծեմ կարմիր դիպլոմ տվեցին, եթե սխալ չեմ հիշում։ Հիմա այս մարդը եթե դիպլոմ չուներ ու այս մեր ժողովուրդը սովոր է մի հատ այսպիսի ասացված կա ջուրը չտեսած բոբիկանումա։ Բերեցին Նիկոլին բանով, սենց մեծ ծեսով եսի մինչով տվեցին այդ դիպլոմը, ասեցին արտաշ բարով վայելես։ Բայց դա օրինական քայլ էր, հա։ Հետո ինչ որ ինքը հեղափոխություններ արել, հետո ինչ որ ինքը հեղափոխության ղեկավար էր կամ պատրաստվում էր պիտի վարչապետ դառնար։ Ինչի տվեցին այդ դիպլոմը։ Այսօր հասարակ շարքային ուսանողը, եթե անգամ հիվանդության պատճառով չի կարողանում փոխադրվել հաջորդ կուրս կամ պայմանագրի խախտման հիմքով ինչ-որ բան, հաջորդ տարի, որ ինքը պիտի վերականգնի ինչ-որ մեկ կուրսում կամ այն կուրսում, որտեղ ինքը մնացել է նույն կուրսում, էլ առարկայական տարբերություններ, էլ կրեդիտներ, էլ հազար մի տեսակի վճարումներ, մինչև այս ուսանողը դրանք չանի, ուսանողը չի վերականգնվի այն կուրսում, որտեղից ինքը դուրս է մնացել, եթե ոչ անգամ մեկ կուրս ցածր։ Դիպլոմ չունեցող մանկավարժներին հեռացեցին աշխատանքներից։ Դիպլոմ չունեցող մանկավարժներին հեռացնում աշխատանքներից։ Բայց դիպլոմը խի բերեցիք տվեցիք, քանի տարի էր անցել Նիկոլի բուհից դուրս մնալու ժամանակահատվածի տարիներ շարունակ։ Այդ տարիների ընթացքում լիքը առարկայական տարբերություններ են եղել, չէ՞ որ ինքը նորից գնա շարունակեր։ Բայց ինչի բերեցիք դիպլոմը տվեցիք, ինքը չի կշտվել, պատշաճ կշտություն ինքը չի ստացել։ Կարևոր չի, որ ինքը քաղաքական գործիչ է կամ ընդդիմություն է եղել, կշտության մասին է առաջի դասարանում։ Այո, հիմա էլ առաջի դասարանը մնացել։ Ուրեմն մեր ժողովրդի կողմի այս բանը, որ ասում են հայի այդ բանն է, այդ վռազությունն է հայի, այս սա է էլի մեր սխալը, այ որ մենք շուտ հավատում ենք, մենք ինչ որ մի դրական բան մեզ անում են, մենք այդ ամբողջ վատ բաները մոռանում ենք, այդ դրականն ենք տեսում։ Սա մեր ազգային բացասական կողմն է, ես այդպես կասեի։ Հիմա էլ իրանք զույգերով զուկ ընկերներով, ասենց ասեմ, քանի որ ամուսիններ չեն եւ այլն, այդ չի բացառվում, որ մի օր ամուսնանան, օլիգարխներն էլ իրանց հարսանիքին քավոր կանգնեն։ Ես օրինակ սպասում եմ, որ կարող է մի օր դրանով իրանք զբաղացնեն, հա, ժողովրդին։ Հարսանիքի շոր հակնի, հարսի զգեստ հակնի, Աննա Հակոբյանը, Նիկոլ Փեսայի հակուստ օլիգարխներն էլ կան, բան անեն, մեկ իրանք ճաշկերուտների են գնում 3.5 միլիոնով, չգիտեմ քանի միլիոնով, թող իրանց հարսանիքի հրավիրատոմսը լինի 10 միլիոն։ Քավոր ով պիտի քավոր դառնա, թող դառնա, չգիտեմ, քանի միլիոն քավորի կաշկավիճակում հանդես եկողը, ժողովուրդ ահագին կզբաղվի դրանով։
Հիմա այս պահին դարել եք կշտում եք անձանց։ Մի ժամանակ մենակ կինն էր կշտում, հիմա ամուսիններ, իրանք զուգընկերներով, զուգընկերը ներողություն, ինչ ամուսին, սխալվեցի։ Կշտում են, ինչ եք կշտում։ Ինձ այնց հետաքրքիր է։ Ինձ հետաքրքիր է նաև կշտվողները։ Մի երկու անձանց լսել եմ, ասում են, հա, մենք Նիկոլ Փաշինյանին տեսանք։ Հա, ժիվո տեսակ, հա, կներեք այս բանը։ Մանկավարժներ, ես զարմանում եմ ուղղակի, ապշած եմ մնացել, այս ոչ դարն է։ Հա, դրա համար պիտի այո, ձեզ կշտի։ Փաստորեն մենք մեր այն մասսան, ովքեր գնում են, իրանք անկիշտ են, հա, կամ այդ ինչ կրթական ցենզ ունեն իրանք, այդ ով է իրանց լիազորել, այդ ինչ բան ունեն, արտոնություն ունեն իրանք, որ վարչապետը ու զուգընկերուհինը, դա չի նշանակում իրանք բոլոր արտոնություններն ունեն, որ պիտի գնան մարդկանց տները մտնեն, կրթական ցենզը որոշեն, կշտեն, օրական են աղանդավորների նման, գնացեք մարդկանց տները, իրանք աղանդավորություն են անում, քանի որ իրանք գործողությունների մեջ իրոք կա աղանդի այդ բանը, տեսակը, սա էլ է աղանդավորության տեսակ, ուղղակի կշտելու բանի տակ են տանում։ Գնացեք տնետու կշտելով մանարկ, մեկիկ դուք պարապ-սարապ, մենակ ձեզ եք ցուցադրում, ուրիշ բան չունեք անելու, երկիրը տվել եք բանին, Էրդողանին ու Ալիևին, իրանք են ղեկավարում երկիրը, դուք ուղղակի ստեղ բան եք, դեմքեր եք, որ պահում եք իրանց ուզածը անելու համար։ Այստեղ է գլխավոր դատախազը անելիք ունի։ Իհարկե, օրինակ, ով է թույլ տվել, ինչ եք դուք ձեզ լիազորություն վերապահել, գնալու մարդկանց կշտելու, հավաքում եք ինչ-որ դահլիճ, մարդկանց ես չգիտեմ ինչով եք կշտում, ես տեղյակ չեմ կշտական իրանց այդ բովանդակային առումով տեղյակ չեմ։ Մենակ ես մի բան կարող եմ ասել, որ քանի որ իրենց մոտ շատ զարգացած է մարդկանց հիմարացնելու, ասես հիպնոսական ինչ-որ գործառույթներ իրականացնելու իրանց այդ գործողություններն ակնհայտ է, իրանք կարծում են, որ մարդկանց ստիպում են, որ մարդը գիտակցաբար հաղթահարի իր գիտակցությունը, ու իրանց ասի, որ դուք ճիշտ եք։ Ես այդպես եմ կարծում, իրանց գործողությունները թեկուզ եւ իր ելույթները, որ ասում են Հայաստան ցեղասպանություն, ծափահարում են, թեկուզ այդ իր կառավարության անդամները, նայում ես դեմքին, ասես, այս մարդը ոնց է իրան թույլ տալիս, որ նայի Նիկոլ ինչպիսի ծամածռություններ անում։ Դա անհարգալից վերաբերում կա ձեր նկատմամբ, ձեզ ծաղրում է ինքը։ Եթե ձեր հանդեպ հարգանք դրսևորի, բնականաբար հարգալից վարքագծով հանդես կգա։ Հիմա մարդկանց իրանց ելույթներով հասցնում են նրան, որ մարդը իրոք գիտակցորեն հաղթահարի իր գիտակցությանը ու դառնա անգիտակից։ Մարդկանց իրանք դրան են տանում։ Սա իսկապես շատ վտանգավոր իրավիճակ է։ Մարդկանց տանում են անգիտակից վիճակի։ Դրա համար իրանց գործողությունների մեծ մասը քիչ առաջ որ ասեցիք մարդիկ ինչ են անում, հեսա այդ կշտվողներն էլ նայում ես հոեն ցածր ինչ որ թույլ մտավոր կարողությունների տեր մարդիկ չեն, ասենք օրվա կենցաղով ապրող մարդիկ չեն, ունեն լայն մտահորիզոն, լայն գաղափարներ, որոշակիորեն, բայց գնում են, ես կարծում եմ նաև որ գնացողները ինչ որ բանով են գնում Պարտադրելով, հա, ինչ-որ բաների ազդեցության տակ գնում են, որ այնքան որ հոգիները ազատ են ու շարունակում են կշտվել, դուք կշտվեք, ովքեր են կշտողները, այդ ազգային ժողովում ծամածռություններ անող մարդուց դուք գնում եք, որ կշտվեք, ինչ է տալիս ձեզ, ինչով է կշտում, ես դա եմ ուզում հասկանալ, բնականաբար ձեր ուղեղների, ձեր գաղափարների վրա ազդեցություն ունենալու ինչ-որ բաները այլ նպատակ այստեղ չի կարող լինել, սա աղանդ է, կշտվելը նորաձև է, այսինքն այդ նախկինում այդ 18 թվին կշտվելը նորաձև չէր ձեր համար, հիմա 25 թվականին է նորաձև, բայց որ նոր եկել եք ձեր համար նորաձև չէր կշտվելը, թե այն տարիներին որ դուք չկայիք, բոլորը հետամնացեին, չէին հասկանում որ կշտվելը նորաձև է։ Կադրերի խնդիրել ունենք, չէ՞, դրա այո, իհարկե, այսօր հայտարարություններ բավականին շատ իրար հետևից։ Ինքն է խոստովանում, որ կադրերի խնդիր ունի, խելացի մարդը կգա քո ձեռի տակ կաշխատի։ Տիկին Ադանալյան զանգեր ունենք, չստացվեց զանգ լինելու դեպքում հարգելի հեռուստադիտողներ կփորձենք պատասխանել։ Մի խոսքով, եթե ամփոփում ենք այս ամենը, բան է, ինչ նորաձև, այս ինչ խնդալու բաներ են ասում, այս ինչ մակարդակի են հասցրել այս իրավիճակները։ Այսօր էլ աշխատավորների միջազգային օրն է, գեցե մայիսի 1-ը գեցե աշխատավորները։ Գեցե Նիկոլի ղեկավարած երկրում գործող են բոլոր աշխատավորները, ում վերաբերյալ հարկեր ու տուրքեր է բարձրացնում, շրջանառության հարկեր է բարձրացնում, ինչ աշխատավոր եկել աշխատավորների ջան, աշխատող աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու եւ այդ արդյունքը
վայելելու միջոց։ Այո, Մենք արդյոք վայելելու այդ կեցե վարչապետը աշխատանքով պիտի արդյունք ստեղծի, ոչ դու վայելես աշխատավորի համար այդ շրջանառության հարկերը հանելես, ամեն օր մարդիկ գնում են այդ մանր եւ փոքր բիզնեսով զբաղվող մարդիկ մղկը տալով են կելեն թե ինչ տոկոսներ ես ինչ հարկեր ու տուրքեր ես դրել մեր վրա, մենք չենք կարող աշխատենք։ Բա հարկ տվողը հերոս էր, ասում էր հերոսը հարկ տվողն է։ Հիմա այս մարդկանց ինչ ես ուզում ոչնչացնես բիզնեսը, որ քո օլիգարխների բիզնեսը առաջ բերես, մարդիկ գնա սովամա լինեն։ Կեցե աշխատավորները ճիշտ է։ Սա կոմունիստական ինչ-որ բան չի է տոնը իդեպ արևմտյան դերևս վաղ ժամանակներից եկած տոն է, այո, եւ ցավով պիտի արտանալյան քաղաքով որ եկաք այսօր զգացիք որ տոնական ինչ-որ բան ոչ աշխատանքային օր է հայտարարված ոչ մի տրամադրություն այդպիսի տոնական տրամադրություն չկար ես չեմ խոսում այն մասին որ կարողա շրջաններից ծնողները կամ երեխաներին տանեն այգի չգիտեմ ինչ բայց աշխատավորի իրավունքը այնքան է ոտնահարված որ հիմա պիտի առանձին ինչ-որ հատվածներում տոնակատարություններ լիներ աշխատավորների հետ կապված ինչ որ ոգեշնչող բաներ լիներ, ինչ մարդիկ նաև պաշտպանման արժանանան, ինչպես նախկինում էին արել մեծ գլոբալ ինչ որ միջոցառում լիներ, լավ աշխատողները հրավիրվեին, խրախուսանքի արժանանային, այո, կամ տարվա լավագույն աշխատող ինչ որ այդպիսի բան գուցե լինեն օրվա մեջ, բայց ամեն դեպքում հանրության տրամադրությունների մասին ենք խոսում։ Այստեղ մարդը արժեք չունի, այստեղ հանցագործություն ունի, արժեք եւ հանցագործություն կատարած անձը, ինչի մասին է խոսքը։ Տիկին Ադանալյան, քանի որ խոսում ենք ընդհանուր այս վերջի իրադարձությունների հետ կապված, նաև ուժային կառույցների ղեկավարների փոփոխություն տեղի ունեցավ։ Եվ հաճախակի են այդտեղ, ինչու են այդ փոփոխությունները արագ տեղի ունենում, մարդիկ իրենց այդ պաշտոնում չեն արդարացնում իրենց, թե իշխանության սպասումները չեն արդարացվում, ինչի հետ է կապում այս ամենը։ Տեսեք, իմ կարծիքով 7 տարի առաջի դասարանում մնացած վարչապետը SMS-ներով հաղորդագրություններ ուղարկեց եւ իր իսկ կողմից նշանակված նախկին ուժային կառույցների ղեկավարներին հանեց պաշտոններից։ Թե ինչն էր պատճառը, մենք այդպես էլ չհասկացանք։ Հիմնական պատճառը։ Հիմա այս նորերին որ նշանակել է, ելի 7 տարի առաջին դասարանում մնացած գիտելիքների բազայով մարդու կողմից նշանակված պաշտոնյաներ են։ Հիմա եթե մենք զուգահեռականներ անցկացնենք այս ամեն ինչի միջև, մենք կհասկանանք, որ չէ կարող 7 տարի մնացական աշակերտը իշ գլխավորությամբ որ բոլորն են մնացել, հա, առաջի դասարանում, հիմա բերել են պաշտոնի մարդու են նշանակել։ Արդյոք իրենց գաղափարն ու գիտելիքները բավարար էր, որպեսզի գնահատեին, որ օրինակ Արթուր Պողոսյանը նշանակվեր Արգիշտի Քարամյանի տեղը։ Արդյոք բավարար էին այս ամեն ինչը կամ Սասուն Խաչատրյանի փոխարեն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի փոխարեն նշանակվեր Արթուր Նահապետյանը։ Հիմա այս ամեն ինչի համատեքստում գնահատելով պիտի ասեմ, որ ավելի են շատացել հանցագործությունները, որովհետև Արթուր Պողոսյանը նախկինում աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում, աշխատել է Շիրակի մարզի նախկին դատախազ Ռաֆի Ասլանյանի տեղակալը։ Գիտեք, Ռաֆի Ասլանյանը Սոնա Մնացականյանի, Նիկոլի Ավտոշարասյան հետևանքով վրաերթի ենթարկված կնոջ փաստաբանն է։ Ինքը հիմա փաստաբան է դարել, բայց բողոքում է արտարության դեմ, բողոքում է դատարանների գործողությունների դեմ։ Ռաֆի Ասլանյան, դու որ Շիրակի մարզի դատախազ ես, ինչի լկտիաբար կոծկեցիր Արտյոմի խմբակային սպանությունը։ Այս Արթուր Պողոսյանն էլ քո տեղակալն է եղել։ Հիմա սա քննչական կոմիտեի նախագահ, այս քննչական կոմիտեի նախագահ լինելով հանդես սա թույլ կտա, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում Արտյոմի գործի շրջանակներում քննության առնվող այլ գործերով օբյեկտիվ քննություն կատարվի։ Իհարկե ոչ։ Այս Արթուր Պողոսյանը արդեն թաթախված է Շիրակի մարզի գործերում։ Դրա համար եթե շղթան երբեք չի կտրվի։ Հիմա ուղղակի շղթայաներ ժամանակ Սերժ էր, հիմա Նիկոլա։ Ուղղակի դեմքն է փոխվել, բայց բոլորը նախկիններ են, որ նախկիններից վարված են, որ նախկիններից ազատ են, բոլորը նախկին են։ Սերժ Սարգսյանն է, չէ՞ վերջում այստեղ հարցազրույցը Տիզերակաբերդում երևի հետևած կլինեք, թե ով բերեց Նիկոլին։ Հա, շատ հետաքրքիր է ով բերեց Նիկոլին։ Նիկոլին դու ես բերել, Սերժ Սարգսյան։ Ես քեզ բացահայտ ասում եմ, բոլորն էլ հասկացել են։ Դու ես բերել, որովհետև դու ասեցիր, որ դու սխալ ես, Նիկոլը ճիշտ է։ Ծրագիր ունեն Փաշինյանին հեռացնելու համար։ Իրենց ծրագիրը շատ ծիծաղելի է, որովհետև իրանք ժողովրդի աչք ու երեսից այնքան ընկած են։ Սերժն այնքան է ժողովրդի կողմից արդեն ժողովուրդն այնքան է վարված Սերժից, որ ինքը գնաց Նիկոլի հետևից առանց որևէ պայմանների, առանց երկմտելու, առանց նայելու, մենակ թե ազատվեր Սերժից։ Հիմա դրա համար մենք այսօր ընկանք Սերժն է բերել Նիկոլին։ Այս վերջերս էլ հրապարակում կար ձեր համբուրած էշի ճակատ, ձեր էշի ճակատը համբուրած էշին չբերեք կապեք։ Հա, չբերեք կապեք մեր դռանը։ Դու բերեցիր քո համբուրած ճակատը համբուրած էշին, բերեցիր հրապարակ,
մեջ բերեցիր ու ասեցիր, որ ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է։ Հիմա ուզում ենք հասկանանք որն էր քո սխալը, որն է Նիկոլի ճիշտը։ Սերժն է բերել։ Սերժը պետք է իր անուն ազգանը ջնջի առհասարակ, այս երկրի, այս մարդկության, այս ճիշտ է կմնա պատմության մեջ որպես այդպեսին, բայց աշխարհն է հասկացել, որ Սերժն է Նիկոլին բերել։ Ու հիմա էլ Սերժի բոլոր այդ բաները շարունակվում են։ Սերժի ժամանակվա պաշտոնյաները շարունակում, ուղղակի Սերժի տեղ եկել է Նիկոլը։ Այդ Սերժը որ չէր բերել, բա հիշում եք, ով եղավ ոստիկանապետ։ Վալերի Օսիպյանը։ Ով եղավ ԱԱԾ։ Տխրահրճակ Արթուր Վանեցյանը, որ այսօր ուզում է ինչ-որ խաղեր տա բաներ անի, որ չգիտեմ ինչեր անի։ Արթուր Վանեցյանն են ԱԱԾ պետներ, ում հաղորդում է տվել, որ Գյումրիի մանկատան 166 երեխեքին, որ ասում եք մահացել են, չեն մահացել։ Այդ երեխեքի մահվան փաստի վերաբերյալ գործերը ձեզ կոծկվում են։ Այո, հենց հիմա Շիրակի մարզային քննչական վարչությունը կոծկում է Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը։ Աննա Վարդապետյանի նշանակած դատախազն է, Նիկոլի դատախազն է։ 7 տարի առաջի դասարանում մնացած Նիկոլը ինչ դատախազ պետք է նշանակի։ Ինքն էլ առաջի դասարանում մնացել Արմեն Չիչոյանը մնացել առաջի դասարանում, Նիկոլն ասում այդ մասին։ Մենք մեղավոր չենք, որ Նիկոլը նման ճիշտ օբյեկտիվ բան է արել, հայտարարություն է արել։ Հիմա այս 7 տարի առաջի դասարանում մնացածներն ուզում են քրեական գործով ինչ-որ բան բացահայտել, չեն բացահայտի։ Կոռուպցիան հեղեղել է Շիրակի մարզայի քննչական վարչությունը։ Արմեն Չիչոյանի ղեկավարությամբ։ Դա Շիրակի մարզը, իսկ մնացած մարզերում տեղ ունեցած իրադարձությունները, ցավոտ եւ ողբերգական դեպքերը Ազատ գյուղի 15 բարված զինվորների գործնել այս իշխանությունների ժամանակ չբացահայտել։ Այո, ու հիմա տեսեք, այդ 15 բարված զինվորների գործով գիտեք ձեր հաշտակից ինչքան ենք մեր նկատառումներն ասել, մեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ կարծիքները ասել, առաջ քաշված վարկածի վերաբերյալ, որ Նիկոլը ցուցմունք տվեց ազգային ժողովում, կառավարության նիստում ներողություն ցուցմունք տվեց, որ Եղիշե Կիրակոսյան տվյալներով կապիտանը սուրճի բաժակով լցրել էր այդ հրդեհը բռնկվավ, 15 զինվորները քնան մնացին եւ այլն, տենց եղավ դեպքը։ Իրա վարկածը մինչև հիմա շարունակվում է, եթե հետևում եք դատական նիստերին, ես անչափ հետևողական եմ այդ դատական նիստերին, որովհետև ահավոր ձևով ես ապրում եմ այդ գործով ու ահավոր ձևով հետևողական եմ։ Ես ամենայն հարգանքով այդ գործով տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանի նկատմամբ դա այլ հարց է, բայց ես իմ տեսակետն եմ հայտնում, որ այդ գործով տվյալ պահին դատարանում թատրոն է ցուցադրվում, դա բացահայտ թատրոն է, որովհետև նախ տուժողների նկատմամբ կա ակնհայտ կողմնակալ վերաբերմունք, տուժողները ճիշտ է մի քիչ փոշփոքվում են, մի քիչ եւ այլն բաներ, բայց որ մարդու երախուն տնես սաղ վառես, որ այդ ծնողները լինեն համբերատար, դուք պիտի ղուրբանը լինեք այդ ծնողների, դուք դատախազներ, հիմա այդ մեղադրանքը պաշտպանող դատախազներ, դատավոր, չգիտեմ անուն ազգանուն, այդ Վարդենիսի դատավորյան ազգանը չգիտեմ, դուք բոլորը պիտի ղուրբան լինեք այդ ծնողների ոտքերի տակ, որ իրանք այդքան իրանք կարողանում են տիրապետել, որ իրանք իրանք երեխեքին այն կերպարանքով են գտել, այն տեսքով են գտել իրանք երեխեքին, որ ՏՆԹ-ով է պարզվել, որ երեխուն է, բա դուք խեղճերդ մեռնի, դուք հələ մտածում եք ծնողը կարա, հա հասկանում եք, դատական նիստ է, դատավարական կարգուկանոն գոյություն ունի։ Ընդ որում մենք հեռուստադիտող ունենք, որ զանգահարեց եւ ծնողներին ասեց, որ դուք ձեզ դատարանում լավ չեք պահում, եթե դա լիներ Միացյալ Նահանգներում։ Ես համաձայն եմ, որ կան պորտքումներ, բայց այդ հեռուստադիտողը, որ ասել է, թող հələ առաջինը չեմ ցանկանում, ամեն մարդ իր մաշկի վրա զգա։ Այդ նույն անձինք, ովքեր քննադատում են ծնողներին, իրանց դռնից ավելը կողանան տանեն, իրանք վայնասուն կկապեն, 1000 նոցի շուխուր կտնեն։ Հələ մեկ երեխու կողքից թող մեկը մի հատ քամի հանի։ Նիկոլ Փաշինյանի տղային բան արեցին, գնահատեցին, որակեցին որպես առևանգում։ Մեքենա նստացրել։ Հերոսի մորը տարան դատեցին, չգիտեմ ինչ արեցին։ Մի հատ բան կար, տարիքով մարդ կար, որ ասում էր, բան անեմ, ձեռնափայտս Նիկոլի գլխին կտամ, ասում են Նիկոլին հոգեկան տառապանքներ է ենթարկել, այդ մարդը մահացավ, հիշում եք, ձեր նախորդ քննարկման ժամանակ խոսել եմ։ Բա այդ մարդու այդ մի բառը չգիտեմ, որ տարած մարզից ասել էր, ընդամենը եթերով։ Դուք այդքան շուխուր արեցիք, այդքան բան արեցիք, բա այս ծնողները քարե ջան են, հա? Այս ծնողները մարդ չեն, գետին են մտլեք, դուք ո՞նց եք կարողանում քննադատել այդ ծնողներին, ով քննադատին առնվազն անբարոյական է, որովհետև եթե մարդ իր կերած խմած սեղանի շուրջ կար այդ մասին քննարկու իր տեսակետը հայտնի, դա այլ բան է։ Բայց եթե մարդը խորանա այս վշտի մեջ, խորանա այս տեսարանի մեջ, այդ մարդը կարող է տեսարանի չկարանա իրան դուրս բերի։ Տիկին Ադանալյան, մեկ զանգի պատասխանենք։ Խնդրեմ։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։
Բարև ձեզ։ Շնորհակալություն եւ ձեր հյուրին հարցս այսպեսին է։ Ուրեմն նոյան տապանում անցյալ շաբաթ էր կարծեմ Ուկրաինայի եւ կարծեմ նաեւ Ռուսաստանի հանքային հարստությունները ուսումնասիրող փորձագետ Միրզոյանն էր խոսում, որ նախատեսված հաշվարկել են, որ Հայաստան ունի մոտավորապես 5 տրիլիոնի հանքային հարստություններ, որը որոշը հիմա օգտագործում են այդ օգտագործողները 70% շահիրանք են տանում, մի 10%, 15% պետությանն են տալի, մնացած մի 10%-ն էլ ով իշխում է, ով թույլատրել է դանչը գրմանն է գնում։ Հիմա Ադրբեջանի նավթի հանքերը մոտավորապես Ձեր հարցը խնդրում եմ ձևակերպեք։ Մի րոպե, Չենք հասցնելու եւ կարծում եմ Տիկին Ադանալյան իրավասու չի պատասխանելու ձեր հարցին։ Մի րոպե։ Ուրեմն 3-4 տարի է մնացել նավթի պաշարները եւ Եվրոպան դրա համար Իրան ես ինչը պաշում է, որովհետեւ օգտվում է։ Հիմա մենք ինչու չենք օգտագործում տանք ավելի հզոր, որ ավելի ուժեղ տեխնիկա ունեն, ասենք։ Լավ, հասկանալի է հարցը։ Ունենք պաշարներ, որոնք չենք օգտագործում, գուցե որպես քաղաքացի կամ Բնականաբար հասկանալի է քաղաքացու որտեղ մեր հերթադիտողը հետ մեր եթերից է այդ հաղորդումը եղել։ Բնականաբար ես կարծում եմ, որ հարցը շատ ավելի ճիշտ կլիներ եւ նպատակաուղղված տրվեր ձեր նախորդ բանախոսին։ Դրա համար ես ձեռնպահ կմնամ։ Բնականաբար անհանգստությունը բնական է, այո, շատ ճիշտ է եւ տեղին է, որտեղ օգտակար հանածոների հետ մենակ էս հանգամանքը չես, ընդդեշքը ընդհանրապես շատ խայտարակ իրավիճակի մեջ է։ Բնականաբար այս հարցերը շատ ավելի ճիշտ կլինի, որ ուղղեք շատ ավելի տեղեկացված անձանց այդ ոլորտի անձանց, դրա համար կարծում եմ ձեր նախորդ բանախոսին էր ուղղված այս հարցը։ Հետևաբար ձեռնպահ կմնամ։ Անցնենք նորից իրավական ոլորտին, տեսեք ամեն ինչից բողոքում ենք, դժգոհ ենք։ Ոլորտում չկան բարեփոխումներ, չի նկատվում այդ առաջընթացը։ Բայց օրինակ դատավոր Արտուշ Գաբրելյանը ձերբակալվեց եւ ըստ մամուլի հրապարակումների ենթադրյալ կաշառքի դիմաց դատական նիստերը ձգձգելու քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները սպառելու խոստմամբ։ Տեսեք, Արտուշ Գաբրելյանի այս արարքի վերաբերյալ, այս իրավական քննադատականի վերաբերյալ, ենթադրյալ արարքի վերաբերյալ, այս աղմուկը սա նորություն չի եւ սա գործում է դատական համակարգում տարիներ շարունակ, հատկապես Նիկոլի ժամանակաշրջանում բավականին աշխուժացել է սա, որ դիտավորությամբ դատական նիստերը հետաձգում են, իսկ դա փողարժի, գումարաժի, հիշում եք նախկինում ասում են, միգուցե հիմա ես չգիտեմ, զինվորական ծառայությունից ազատելու համար 1 տարվա կտրվածքով ինչ արժեր, հա դա։ Հիմա այդ նույնը ենթադրյալ բանի մասին եմ ասում, գործընթացի, հիմա նաև նույնը այս գործողությունների դատական ատյաններում, եթե ամբաստանյալը պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության, ակնհայտ է արդեն, դատարանը սկսում է ցկել ամեն մի տարին գումարաժի, որպեսզի հասցնի նրան, որ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը լրանա։ Գումարը ով է վճարում։ Գումարը իրենց մեջ սահմանված շուկայական գումար կա, ես այդպես եմ կարծում, վճարում է բնականաբար այն կողմը, ում շահերից պիտի բխի դատավորի գործողությունները։ Հիմա տեսեք, սա նորություն չի, ինձ որ հիմա որ սենց բան են արեբան, Արտուշ Գաբրելյանը իրանց սրտի դատավորն է եղել, դատական նիստեր ես իր մոտ քանիցս ունեցել եմ, ինքը դատախազությունից երբեք չի անցնի, դատախազությունը որ ասի մածունը սև է, ինքը կասի սև է, այնքը այդ կատեգորիայի դատավոր է։ Բայց հիմա թե ինչի համար է թիրախավորվել ինքը, որտեվ սրանից առաջ էլ կաշկապահական բարույթի հետ կապված հարցեր կար, իր հետ կապված ինչ որ ապօրինի գույքի հետ կապված եւ այլն, այդ հարցեր կար իր անվան վերաբերյալ, հիմա թիրախավորել են այս մարդուն, երևի ինչ որ մեկը նաև այս ենթադրյալ կաշառքի դեպքով մատնել է Արտուշ Գաբրելյանին, իրանց մարդկանցից մեկը ցույցում են ստացել, սա ներքին ինչ որ գործողությունների հետևանք է մատնել են, երևի լսել են հեռախոսազանգեր կուրցե եւ ձայնագրող լսող սարք են դրել, արել են, որտեվ նախապես արդեն եղել է ուշադրության կենտրոնում, ի սկզբանե արդեն հետապնդվել է այս մարդը, բնականաբար հասել են դրան, թե չէ հիմա Աննա Վարդապետյան դու երկրի գլխավոր դատախազը, ես ասել եմ թիվ 1 հանցագործն է, ինքը մարդասպանություններ է կոծկում ու այսօր դու դիմել ես ԲԴԽ համաձայնություն ստանալու միջնորդությամբ ու արդեն խափանման միջոցի հարցը բավարարվել է, քրեական հետապնդում հարուցելու հետ կապված հարցը բավարարվել է, ամեն ինչ բավարարվել է։ Հիմա դու Աննա Վարդապետյան, բա դու չգիտես որ
Գյումրիում քննության առնվող Արտյոմ Ադանալյանի սպանության գործը 10 տարի է դատարանում է։ Այս նախավերջին դատավոր Հայկ Իսրայելյանը 1 տարի դատական 6-րդ դատավորը։ 6-րդ դատավոր ես արդեն պատկերացեք 1 տարի Հայկ Իսրայելյանը դատականից չի արի, Աննա դու տեղյակ ես, ես քեզ ասել եմ գրավոր, բայց այդ ինչ է տեղից միացել չշարժվեցիր ասիր հələ արիստեղ, հələ մի հատ դիմեի ՊԴԽ-ին ասիր, էս ինչու՞ դա պայմանավորված դատավոր ես առանձնապես ծանր հանցագործության դեպքով դատական նիստը չի անում, անկրակետ որոշումներ է կայացնում, բայց Հայկ Իսրայելյանը քո սրտի դատավորն էր, բայց թող Հայկ Իսրայելյանն իմանա, որ ինչպես Արտուշ Գաբրելյանին Անենց էլ Հայկ Իսրայելյանին եւ բոլոր դատավորներն ու դատախազներ ականջներին օղանեն, որ Նիկոլը յուրայիններ չի ճանաչում։ Կարասես լավ հասունացնի, իր սրտի ուզած որոշումները կայացնեն, մեկ էլ մի օրնես լինի, որ ասի չի ախպեր արդեն քո պատասխան տալու ժամանակն է։ Արի դու արդեն մեզ չես կոհացնում։ Աննա Վաշտապետյան, քո հեշտն էլ է հասնելու։ Մի օր Նիկոլը քո հետևից էլ է ուղարկելու։ Դու էլ ես ենթարկվելու քայական պատասխանատվության։ Հիմա որ դու խմպակային հանցագործություն ես կոծքում, հենց հիմա Շիրակի մարզ Բարդակ վիճակա քնչականում, բարդակ, կելն ինչ կուզի, մութ գիշեր, չէ, Նիկոլա մնացել առաջի դասարանում, սաղ իրանց համար, ովքեր երկրորդ երրորդ դասարանում են հասեկանն իրանք ավելի ուժեղ են, քան Նիկոլը, հիմա այդ երկրորդ երրորդ դասարանի հասած բանը, ղեկավարը կարողանում է Նիկոլին ծալել, ներքին ես գործառույթների իմաստով եմ ասում, ոչ թե ինչ-որ պաշտոնավարման իմաստով կամ ֆիզիկապես, Բայց հենց համատարած վիճակա դու ընկել ես Արտուշ Գաբրելյան ես բանանում, կալանավորում, քո մասին մտածի Աննա Վաշտապետյան, թիվ 1 հանցագործը դու ես, այնքան հանցագործ ես, որ դու Նիկոլի խորհրդական եղած ժամանակ դու խմբագրել ես հատուկ քննչական ծառայությունում քննության առնվող գործի նյութերը, քննիչի բանը, գործի նյութերը դու խմբագրել ես, դու այն կողքից հանցագործ ես եղել, դու քրեական պատասխանատվության չես ենթարկվել։ Հիմա Արտյոմի գործը դատարանում ասում եք 6-րդ դատավորը 5-րդ մեղադրողն է եկել։ Այս հիմա արագ նիստեր է նշանակում այս դատավորը վաղեմության ժամկետները հասել է քթերի տակ է դիտմամբ 10 տարի այս քննությունը սենց արեցին որ վաղեմության ժամկետներ կիրառեն։ Հիմա տակը մնացել է 3 տարի։ Այս դատավորը հələ գործի նյութերից ամբողջական ինքը տեղյակ չի կարող նախաքննական գործի հատորները հետազոտել է, բայց խո այս 10 տարվա դատական նիստերի կրիչները չի լսել։ Այս դատավորը վրի խաբար չունի թե ինչեր ա եղել այս գործով, ինքը չի պատկերացնում։ Տիկին Ադանալյան, Լիլիթ Գալստյանի ելույթը երևի թե տեսած կլինեք ազգային ժողովում, ընդ որում գլխավոր դատախազ հենց Աննա Վարդապետյանին էր դիմում, Հովիկ Աղազարյանին այդ ժամանակ որ մտավ ազգային ժողով։ Թատրոն է թե ինչ որ բաներ բարձրաձայնվեցին։ Չէ, Հովիկ Աղազարյանի մասով, հա, որ սենց իրանց էլի իրանց միջի մասի որ դուք խոսում եք ազգային ժողովի ամբիոնից էր որ ուղղակի հայտարարություններ արվեցին։ Ես լսել եմ այդ հայտարարությունը, ինչի մասին որ դուք ասում եք, ես պիտի երախտիկի խոսք ասեմ ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանին, ինչ առումով, որ ես կյանքիս մեջ առաջին անգամ լսեցի, որ ազգային ժողովի պատգամավորը կարող է այդպես համարձակ ձևով հստակ Գլխավոր դատախազի դեմ տնի այն բոլոր հարցերը, որոնց մեջ որ արկա է իր կողմից ենթադրյալ հանցագործության հատկանիշներ։ Ես երախտապարտ եմ այդ տիկնոջը, որովհետև իսկապես հայտնեց այն բոլոր փաստական տվյալները, որոնք իրականում կան։ Եվ ըստ էության Լիլիթ Գալստյանը հաղորդում տվեց հանցագործության մասին Աննա Վարդապետյանի վերաբերյալ։ Սա հաղորդում էր հանցագործության մասին։ Եվ ինքը շատ լավ փաստարկված ամեն ինչ ներկայացեց բոլոր առումներով։ Հիմա այս դատախազը ո՞նց է իրան զգում օրինակ։ Ազգային ժողովն է չէ նշանակել իրան դատախազ, պիտի դատախազին անվստահություն հայտնեն, որովհետև իսկապես ինքը հանցագործ է, նաև պատգամավորն է այդ մասին հայտնում։ Այս համատեքստում կուզենայի ասել, որ ես հաղորդում եմ տվել անձամբ Աննա Վարդապետյանի վերաբերյալ եւ Շիրակի մարզի դատախազ Արմին Չիչոյանի վերաբերյալ։ Օպերատիվ կառավարման կենտրոնում արձանագրված հաղորդում հանցագործության մասին։ Սրանք գիտեք ինչ են արել այս հաղորդումը։ Ուղարկել են Ախուրյանի քննչական բաժին։ Ախուրյանի քննչական բաժնում քննիչ Սամվելյան կա, որը ահավոր ձևով կոծկում է հանցագործությունները, այդ իսկ պատճառով ինքը դարձավ Ախուրյանի քննչականի պետի տեղակալ, դե գիտեք ով որ հանցագործություն անում, իրան վրա պաշտոն են տալիս, դրանով իրան նաև վարձահատույց է լինում։ Ու հիմա 23 թվականի հաղորդումը Աննա Վարդապետյան, բա դու դատախազ ես, քո մասին հաղորդումը Ախուրյանում պետք է քննության առնվի, հա, հələ մի հատ մտածիր խելքից զոր տուր հələ, տես որ ցուցադրական հերնում ես, բաներ ես անում, եսի ինչ ես անում, դատարկություն է քո գործողությունները, դու անպայման ճիշտ ասես Լիլիթ Գալստյանը, քո պատասխան տալու ժամանակը անպայման գալու է եւ շատ քիչ է մնացել, ես սպասում եմ 26 թվականին Նիկոլ իր խունտայով գնա ու գնալու է,
միանշանակ գնալու է։ Ինչքան էլ իրանք վառված են մնացել Գյումրիում իրանց պարտության համար, ավելի մեծ այրոցներ է իրանց սպասում 26 թվականին իրանք հավաքել են իրանց փասափուսեն ու գնան։ Եվ ես մենակ մեծ հույս եմ կապում 26 թվականի իշխանափոխության հետ։ Ես այս դատական համակարգի հետ բացարձակ հույս չեմ կապում։ Այս ամեն ինչը սա թատրոն է, սա դերասանություն է, այս 10 տարի այսքան դատավորի եմ տեսել։ Այսքան դատավորի մարտավարություն եմ տեսել։ Կարա որևէ դատավոր կա հիմա ինձ խապի, ինչ որ բաներ անի դիմակավորված, ինչ որ ես չեմ հավատա, ես դատավորը որ շնչում է, ես հասկանում եմ իր շնչառության մեջ ինչ կա, ինչի մասին է խոսքը։ Դրա համար իրանք պիտի գնան, որ այս պախարակված դատական համակարգը մի երկրում եթե օրենք չկա, դատախազությունը Փաշինյանի գրպանում է դրված, Աննա Վարդապետյանը Նիկոլ Փաշինյանի գրպանի դատախազն է, սա իմ կարծիքն է եւ ես կարող եմ փաստել, այսինքն այս անձը որպես առանձին սուբյեկտ գլխավոր դատախազ չի կարող գործել։ Իր թեվը ոտը կապված է, ինքնից ուղղակի բանով թելով տիկնիկները որ կան շարժում են դերասանին, այդ կատեգորիայից իրանք տենց են պատկերացում։ Ինքը չունի այդ ազատությունը, արտոնությունը։ Հետևաբար 26 թվականի հետ այն հույսերը կապված եւ իրանք միանշանակ գնալու են։ Չի կարող այս այլանդակությունները այս աստիճան անչափելի է Նիկոլի նկատմամբ անվստահություն ու հակակրանքը։ Մենք չհասցրեցինք անդրադառնալ նաև անչափահասների շրջանում սպանություններին։ Սպանդա անչափահասների շրջանում չեք տեսնում օրական քանի 16 տարեկան տղային սպանում, ուղակի սպանդա։ Կազբեկի դեպքի մասին կարող եք ձեր գնահատականը շատ կարճ 1 րոպեում ասել։ Վրաստանում դեպքը որ տեղ ունեցա սպանությունը եւ ծնկաչոք։ Ինչ լավ իրավիճակ մեջ բերեցիք, Վրաստանում տեղի ունեցած սպանության հետ կապված Ամբաստանյալի Մեղադրյալի այն անձով սպանություններ կատարել, Մեղադրյալի ամբողջ ազգուտակը ծունգի են եկել, ներողություն էին խնդրում տուժողներից, տարիքով մարդիկ, ծերալեհեր մարդիկ, տուժողներից ներողություն էին խնդրում, բայց տեղ կարող է գլխավոր դատախազը Մեղադրյալի առաջ չոքի ծնկաչոք ասի ապրի արևը, ես ինչ լավ արեցիք որ սպանեցիր Արտյոմին, ես ինչ լավ արեցիք որ ես 16 տարեկաններին սպանեցիք, կեցեք դուք։ Իր գլխավոր դատախազը որ պարծանք է հանցագործը, որովհետև իրանք հանցագործի գործողություններով պիտի անպայման գումար աշխատեն։ Գումար կոռուպցիան հեղեղել է, այլևս տեղ ու սահման չունի։ Դրա համար Մեղադրյալները իրաց աչքի լույսն են։ Օրենքներ են հանել, որ ի պաշտպանություն Մեղադրյալին։ Դրա համար շարունակվում է սպանդա անչափահասների։ Շնորհակալություն եմ հայտնում Տիկին Ադանալյան այսօրվա հաղորդման համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։